Լսեցեք, ձեզ մի բան պատմեմ։ Քաղաքից դուրս ուղիղ ճանապարհի մոտ կար մի ամառանոց։ Դու երևի տեսած լինես։ Նրա առաջ մի փոքրիկ պարտեզ կա իր ծաղկանոցով, իսկ շուրջը փայտե ներկած ցանկապատ։ Ամառանոցից ոչ հեռու, ուղիղ արվի ափին, թավշանման կանաչ խոտի մեջ բուսել էր մի երիցուկ։ Արևի ճառագայթները նրան ջերմացնում ու գուրգուրում էին պարտեզի փարթամ ծաղիկներին հավասար։ Եվ մեր երիցուկը ոչ թե օրով, այլ ժամով էր աճում։ Մի գեղեցիկ առավոտ նրա մանրիկ, ձյունի պես սպիտակ պսակաթերթիկները բոլորովին բացվեցին և ճառագայթների պես շրջապատեցին կենտրոնի դեղին արևը։ Երիցուկին ամենևին չէր վշտացնում, որ իրեն ոչ ոք չի տեսնում խիտ խոտերի մեջ, և որ ինքն այդպես հասարակ ու անշուք ծաղիկ է։ Ոչ, նա գոհ էր ամեն բանից։ Նա երեսը դարձրեց ուղիղ դեպի արևը։ Հիանում էր նրան նայելով և ականջ էր դնում, թե ինչպես բարձր երկնքում երգում է արտույտը։ Երիցուկն այնպես երջանիկ էր զգում իրեն, որ կարծես մեծ տոն լիներ։ Այնինչ օրը մի հասարակ երկուշաբթի էր։ Բոլոր երեխաները դպրոցում էին և մի որևէ բան էին սովորում։ Մեր երիցուկը նույնպես իր կանաչ ցողունին նստած սովորում էր պայծառ արեգակից ու ամբողջ շրջապատից և մտածում, թե Աստված որքան լավ է ստեղծել ամեն ինչ։